Հայաստանի բնակչության 10% կազմող ամենահարուստ խավը 16 անգամ ավելի շատ եկամուտ է ստանում, քան չքավոր խավը։ Սա պաշտոնական ցուցանիշ է, սակայն տնտեսագետները վստահ են, այս թիվը բավական մեղմ է ներկայացված։ Մենք այսօր ապրում ենք ավազակապետական համակարգում, որտեղ ամբողջ պետական համակարգը սպասարկում է այդ 10%-ին կամ մի խումբ մարդկանց։ Մտածված այս համակարգը սկսել է գործել 2003 թվականի ընտրություններից հետո, երբ որ հասկացան, որ մարդիկ ընդվզելու ընդունակություն ունեն։ Իսկ ընդվզող հասարակության մեջ պետք է մարդկանց աղքատացնել, ընչազուրկ դարձնել։ Իրավիճակն է դրդում, որ անգամ ազատական ուղղվածություն ունեցող կուսակցությունների ծրագրում սոցիալական բաղադրիչը դառնա գերիշխող։ Իշխանության գալու պարագայում մենք 20%-ով ավելացնելու ենք աշխատավարձերի թոշակները։ Այո։ Ենթադրենք մի հոգի ստանում է 200,000 դրամ եւ նա պահում է 4 հոգանոց ընտանիք։ Այսինքն նրան հարկում են նույն մեխանիզմով ինչ որ մի ընտանիք, որտեղ 4 անդամն էլ աշխատում են եւ յուրաքանչյուրը ստանալով օրինակ 200,000 դրամ ունեն 800,000 դրամ եկամուտ։ Նման մարդկանց պետք է հարկել այլ մեխանիզմով։ Վարել արդյունաբերական ակտիվ քաղաքականություն, ներքին կոոպերացիա զարգացնել, արտաքին կոոպերատիվ կապերը զարգացնել, ունենալ բյուջեի համախառն ներքին արդյունքում առնվազն տարեկան 7-ից 8% աճ ապահովել, որը մեր ծրագրում նախատեսված է, եւ այս ամենը հնարավորություն կտա սոցիալական ակտիվ քաղաքականություն վարել։ Պատգամավորի թեկնածուներն ընդգծում են ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակում մարդիկ անգամ հիվանդանալուց են սարսափում։ Վստահ չեն, որ գրպանի պարունակությունը կբավարարի բուժմանը։ Առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգի առողջության ապահովագրության պարտադիր ապահովագրության ընդ որում համակարգի ներդրումը անխուսափելի է, ընդ որում խոսքը չի վերաբերվում, երբ խոսում ենք պարտադիրի մասին, որ բոլորը պարտավոր են վճարել իրենց համար, պետությունը առանձին խավերի ապահովագրական վճարման պարտականությունը եւ ֆինանսական բեռը պետք է վերցնի իր վրա։ Դեղերի վաճառքում ավելացած արժեքի հարկը պետք է հանել, որ մատչելի լինի բնակչությանը դեղ գնելը։ Վերջին տարիների սոցիալ-տնտեսական իրավիճակի հետևանքով Հայաստանը լքել է ավելի քան 400,000 մարդ։ Տնտեսագետներն ընդգծում են, աշխարհում շուրջ 120 երկիր կա, որտեղ մարդիկ ավելի լավ են ապրում, քան Հայաստանում։ Մինչդեռ տնտեսական ծրագրերը կազմելիս եւ իրագործելիս անհրաժեշտ է նպատակ դնել հայտնվել ապահով գոնե 100 երկրների շարքում։